Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ունենք հյուր Արգենտինա հայ լրագրող, ով լուսաբանել է Արցախյան պատերազմը, գիտեք, մեր օրերում շատ դժվար է գտնել անկախ լրագրող, ով կարող է մեզ պատմել ինքն ինչ է տեսել հենց Արցախյան պատերազմից եւ ճանապարհ տա մեզ հասկանանք իրականում թե ինչ է կատարվել Արցախում։ Հարգելի Լեո, ողջունում եմ ձեզ։ Բարև Լենդրուս ջան, ոնց ես, շնորհակալ եմ, որ զանգեցիր եւ հիմա բարերը խոսքերը պիտի ունենանք։ Շնորհակալություն, որ ընդունեցիր իմ հրավերը, սա շատ կարևոր է ինձ համար, դուք ինքներդ գիտեք, ինչ դժվար է Հայաստանում անկախ լրագրող գտնելը, բայց կուզենայի մի փոքր ձեր անցած ճանապարհից ներկայացնեք մեր ժողովրդին, ինչպես պատահեց, որ Արգենտինա հայ լրագրողը այսքան ճանապարհ անցավ եւ հայտնվեց Արցախում հենց պատերազմի ընթացքում։ Նայր ես լրագրող եմ եւ առաջ մինչեւ 28-30 տարեկանից արևդուր գնայի, ոնց հայերը, ոչ սկսա սովորել եւ լրացուցի համասարանի մեջ եւ լրագրող դարձա։ Այդ ժամանակին 2012-ին սկսա ռադիոժամը Հայաստանի լուրերու մասին, Հայաստանի մասին, մեր սպիրկի մասին եւ այդ ժամանակուն այլ սկսա ոչ այդ ժամանակուն սկսա մի պրոֆեսիոնալ գյանքս, բայց Արցախի մասին եւ Հայաստանի փոքր ժամանակին գկարտայի, չեմ գիտես 12-13 տարեկանից այլ մեզի համար շատ հետաքրքիր էր ոնց ինչ կպատահեր եւ նույնիսկ այդ ժամանակին սկսա Արցախի շարժումներ ուրեմն մենք մտածե ասպես փոքր դրամա աշկերը բացավ եւ լսեց չեմ գնայինք Սիլվա Գաբուդիգյանին ոնց խոսեր ադոր մասին ոնց կշային կամած եւ կհասնեինք նույնիսկ ինչպես շայցանք Շուշի օքեյ մենք դուքի մեջ այդ միտքեր ունենք թե հայապաշտպանության մասին մենք ապրեցանք ուրեմն Հայաստան եւ Արցախ միշտ միտքերուս մեջ էր հիմա մեզ հետաքրքրում է մի թեմա, որը որ հայ ժողովրդին տանջում է ավելի շատ, քան թե հետաքրքրում, քանի որ հայ ժողովրդի մի մասը բաժանված է այն մտքին, որ Արցախը հանձնեցին, Արցախը շինծու պատերազմով հանձնեցին։ Եվ քանի որ ես նշեցի դժվար է անկախ լրագրող գտնելը, որ այս իրականությունը մեզ պատմեն, սրան էլ գումարած, որ Պաշտպանության նախարարությունը ամեն անգամ հայտնում էր, որ մենք հաղթում ենք, եւ կարելի ասել 44 օր ժողովրդին խափելով այդպես պայծին մենք հաղթում ենք, սրան էլ գումարած 30 տարի, որ հայ ազգին ասում էին մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք, եւս որ խափում էին հայ ժողովրդին, եւ օրն եկավ, ժամն եկավ, մենք հանձնեցինք Արցախը, մանավանդ այնտեղ շատ դժվար է ժողովրդի համար հասկանալը, թե ինչու Շուշին ընկավ այդպես հեշտությամբ, առանց որևիցե մի մարտի հենց ներսում, քանի որ անգամ պատուանները կոտրված չէին։ Խնդրեմ։ Okay, ես առաջին շատ բաներ ասիր եւ խիստ բաներ ասեցիր։ Մենք պատերազմը գործընծուցինք։ Սա պետք է գիտնանք։ Okay, եթե դու գործընծնես, պետք է գիտնաս թե մույսը քեզ ավելի հզոր է եւ ժամանակին իտնեստեն ինքը ադիգա որ ուզե դու ատկան ոչ չես կրնար ասել ասիկա պետք է ասենք պետք է գիտնանք որ գործընծուցինք որով ինչպես դու ասացիր եւ ես ակիդեի թե մենք ավելի հզոր բանակն էինք Կովկասի նույնիսկ եւ հիմա հյումորով կամ իրոնիկ պիտիլամ մենք Բաքու պիտի հասնեինք եւ ես կասեմ թե սա մեր մեծ խնդրեմ է գազը ժամանակին որովհետեւ մենք հայերս գիտենք թե Բաքու պիտի հասնեինք բայց չի թողեցին մեզի ուրեմն 30 տարի ադոր վրա մտածեցինք մենք հզոր էինք եւ ես կնամ ասել մահատ դրակները եւ դրակները գասեմ հբարդության որովհետեւ դրակ ասեն 12-18
դարեգան դղայի, բայց այդ դղակները մահացան մեր մադերազմի մեջ, բայց չեն կրնար մտածել, թե ամբողջ լևելներու վրա նույնը պատահեցավ, որովհետև այդպես չէ, Արցախը 5 հատ ժեներալ կար, եւ ես կարծեմ, թե օրգանիզացիայի պրոբլեմներ կար, Կարմիր շուկա, գմտնան որ Կարմիր շուկա, ուրեմն դիրքերով կպնդրեին 30 զինվոր ոնց հասնել հիմա Կարմիր շուկա, ինչպես կրնապատահիլ այդպես, դիրքերու մեջ կտնեին 10 զինվոր, մեկ դիրքեր պամը չէին տնել, երկու դիրք հետո ուրիշ զինվորներ, կոմունիկացիա չունեին իրենց մեջ, ուրեմն շատ պրոբլեմ ունեցանք, չեն կրնար ասել, որ տողեցինք, ես կարծեմ, որ վարվեցինք, գործընծուցինք, նային, ես աշխարեցա Հայաստան, ապրեցա մի դարի, բادرած կացի, 10 անգամ կացան, առաջի անգամ, որ կացի Հայաստան, 94 դարին էր, լույս չգար, գազ չգար, միշտ նույնը գասան, Թուրքը, ադրբեջանցի, ռուսը, բայց մենք մեղավոր ենք, սա հասկացա, եթե մենք միշտ մույսերում վրա գտնենք, մեզի ասկմը չլսեց, չոքնեց, եթե մենք հզոր չենք դառնալ, վերջ, ես անգամ կացի իրավլուր անցյալ դարի, լրագրողի մեր հետ խոսեցա, և ես ասին, Հայաստան հիմա Իսրայել պետք է դառնա, ուրիշ բան չի կա, մենք կնանք արևդուր ունենալ ադրբեջանցիներու հետ, կոմունիկացիաները բանալ, ինչ դու ուզես, Հայաստանի համար պետք է, օքեյ, բայց մենք պետք է մտածենք, որ երբեք անոնք չի մտածեն մեր վրա հարցակի, կորզնգր կրնանք կլալ, բայց չեն կրնար մորանալ, տետև ընգր պիտի տանանք, այդպես չէ, ուրեմն, ասպես ինչպես ասիգա ասեցի, պետք ասենք 30 դարի խոսեցանք, և երորդ օրը բادرազմի, ես ալքիվեի, որ ասիգա շատ բատ պիտի անցնեի, այդ 27 սեպտեմբերը սկսա, ինչպես ասացի, լուրերը դեսա, և ես կացած էի 16-ին, մադալիս դիրքերը կացած էի, և գիտեի սիստեմները ոնց էին, դեֆենս սիստեմները մեր ուր էին, ոնց էին, և ինչ պետք է բադային, երորդ օրվա մեջ, ադրբեջանցիներու տանկերը Արցախի մեջ էին, ուրեմն շատ բադ էր ադիգան, ես դունս էի, ես պամը վտկանեմ, ես զինվոր չեմ, ես չեմ գնար մարդ մահացանել, բայց ես ուրեմն կացի, որովհետև պամը վտկանեի, շատ բադ էր վիճակը, և հոս չեմ գիտե Հայաստան ալքիդեին, եթե շատ առաջի օրերը շատ բադ անցուցին, նույնիսկ կասեին առաջի գիշերները 1000 բեսպիլոտնիկ կային Արցախում, սա է ինչ են խոսում, ուրեմն շատ լևելներ կան, և չեն կրնար միայն մտածել, թե թողեցինք, կարելի դեղեր կան, որ թողեցինք, կարելի դեղեր կան, որ գործընծուցինք, կարելի դեղեր կան, որ զախեցինք, որ ադարգան, գիտեինք և դեսանք, որ զինվորներ կարելի մահացած իր պճճային մեջ $200 դիրքը գզախեին, ամպոշ չէին, ոչ, չեն կրնար ասել, ամպոշը նույն է, որովհետև ամպոշը նույն է, որովհետև գային դեղաներ, դեղամարտեր, որ այդ մադաղիս ժամանակին 2-3 զինվոր բարձր դիրքերու վրա ամպոշ օրվա մեջ չթողեցին, որ ադրբեջանցիներ անցնեն և մերան մինակ, որովհետև թողեցին իրենց հրտալ, ուրեմն ամպողջը գա բادرազմի մեջ, չեն դավաճան ենք, կամ հերոս ենք, այդպես չէ, երկուսը գա,
Պարոն Մուբջան, իրականում մի հատ սենց ասենք մեր ժողովրդին, որ պարոն Մուբջանը ասում է առաջի անգամ, ես ուզում եմ ձեզ հայտնել, որ սա երկրորդ փորձն ենք մենք անում, որ նկարենք, առաջի փորձը, չգիտեմ ինչու, առաջին անգամ մեզ մոտ, դու գիտեք մենք ինչքան լայվեր ենք արել իրար հետ հարգելի ժողովուրդ, երբեք պրոբլեմ չի եղել, բայց այս անգամ ոնց որ ասում է հատուկ հենց այս թեմայի ժամանակ մեր մոտ ինչ որ պրոբլեմ առաջացավ եւ այն առաջի խոսակցությունը կարելի ասել ջնջվեց, ճիշտ է, նոր էինք սկսել, բայց կարևոր բաներ էինք արդեն խոսացել, բայց հիմա վերադառնալով պարոն Լեո, երբ որ ասում են դավաճանեցին, դա չի նշանակում, որ զինվորները չկռվեցին, այ որ կառավարությունը դավաճանեց հայոց բանակին, սխալ ուղղություն տալով, քիչ զենքեր տալով, օդը չփակելով, կա այդպիսի բան, դուք ձեր աչքերով տեսել եք այդպիսի բան, կառավարությունը թերացավ, այսինքն միտումնավոր թերացավ, այո, թե ոչ։ Ես չեմ կարող ասել ադիգա։ Ես դու խոսիս եւ գմտազեմ ոնց մարտիկները գմտազեն ադիգա։ Գենտի մեջ ամբողջը սև ու սպիտակ չէ։ Ուրեմն ինչպես ես ասացի, 5 գեներալներ ունեինք եւ չենք գնար մտածել, որ ամբողջը չեմ գիտեր Փաշինյանին ցրկու դագեին եւ իր հրամանի դագեին։ Սա ինչպես պատմեցինք եւ գիտենք ադրբեջանցիները պատերազմի առաջ իր գեներալները դուրս տարին, նույնիսկ մահացուցին, մատ մգա որ դեռ չեն գտնարով է եւ ամբողջ թուրքերը տային, որովհետեւ ժամանակին մեր բանակը սովետական ժամանակին ամբողջը միասին են ադրբեջանցիները, հայերը, ռուսերը նույնիսկ սովորեցան Ռուսաստան։ Ուրեմն այդ գաբերը գային եւ ես կնամ ասել կամ գմտածեմ ասկաբը գար դեր այո գար ադիգա որ ազատ Հայաստան ուզե գար ադիգա որ մինակ ռուսերուն դագը ուզում է եւ գարելի ուրիշ որ ուզե ուրիշ հրաման ունենալ ուրեմն չեն կրնար ես դիսազեն ոնց մդազեն ասկերան ես ռումբերը լսազեմ ես ռումբերու դակ բարգազեմ ինչպես կվազեին բունկերու մեջ նույնիսկ այդ բունկերը որ գայի հարագիգը չի գալ բայց անցյալ պրեզիդենտը Արցախում այդ գիշերը անցուցին ուրեմն չեն կրնար ես չեմ կրնար ասել որ թողեցին Արցախ ինձ համար գործընծուցին բայց շատ բաներու մասին ոչ միայն որովհետև կառավարությունը դեղեր չի գար որ ուժեղ չէ օրգանիզացիայի խնդրեմ ունեցան առաջին 15 օրը կարելի բայց ոչ եթե դու չես կրնար զինվորներուն գրագուր ուղարկել կամ չի հասնիր զենքերը որ պետք է հասնին ես նույնիսկ ասեի եթե գերտամ դիրքերը մենք հյուրանոցի մեջն էինք եւ աղջիկ մգար որ Երևանից բաներ գբրեին եւ դիրքերը գտանեին այդ մեքենաները գիտես ոնց կնային ասպես ամբողջ ռումբերով ուրեմն դու պետք է գիտնայի ոնց հասնել եւ ադիգա ոչ բանակի մեջ ասիգա ինդիվիդուալ կորզեր ուրեմն գիտենք թե շատ դեղեր որ շատ դժվար անցուցին եւ ուրիշ դեղեր որ շատ բան չի պատահեցավ ասա պետք է ասենք ուրեմն ադոր սպիտակ ուսև չէ մեջտեղը շատ բան պատահեցավ ուրեմն չենք կնար ասել սա այդպես է որովհետեւ եթե մտածենք ասպես ես միտքիս դառն է թե Արցախ լրացավ ոնց Լավրովի պլանը ուներ Շուշիում ադրբեջանցիներու դակ եւ մյուս կողմը Հայաստանում եւ ամբողջը ներողություն ասպես ուրախ ասպես լրացավ եւ երբ լրացավ պատերազմը եւ այդ հելիկոպտերը երկու զինվոր Ռուսաստանից մահացան այդ ժամանակին Ռուսաստան եկավ ասա երկուսը գնստեք եւ գստորակրեք այո այն մասը ովքեր որ մտածում են որ Արցախը դավաճանվեց իրանք հենց թիրախավորում են Շուշին ասում են ինչու Շուշին անկում եղավ առանց կռվի Okay ես ալ մտածած եմ ես տեսած եմ վիդեոներ
Եվ ես գիտեի որտեղից կուքային եւ որտեղից չէին կայի։ Նույնիսկ ես ասեմ, թե ադորերը ես Արզումի հետ հանդիպում ունեցա, ինտերվյու ունեցա, եւ ես հարցուցի ասոր մասին, ինքը ինձ ասավ, որ գրվեին, եւ ես ինֆորմացիա ունեցա, որ ինչպես էր ասել Ալեքսանդր էր, բես մեծ բոմբը, ինչպես էր Ռուսաստանից, Ալեքսանդր, ինչպես էր, ռումբը գարասպե։ Ալեքսանդր։ No, Ալեքսանդր, ինչպես է։ Այ, անունը մոռացա, ճիշտն ասած։ Okay, հեզոր էր, որ դու գիտեիր, որ Իսկանդերը։ Ես ասեցի, ինձ ասացած եմ, որ ասիգա բադայցա, չեմ գնար այդպես ասել, բայց ասամ, ուրեմն ես ալքիցա դե Իսկանդերմը Շուշիում դագը ու արգեցին։ Եվ ես ալ բادرազմ ոչ միայն մեր բադմուտյան մասին գիտենք, ոնց ճայցան, ոնց դժվար եղած է Շուշի այլը, ես ալ գարձեցի թե 15-20 օր չի պիտի հասնեի Շուշիում։ Ես մտածեցի դժվար է, շատ բան բադայցա, ինձ համար ալ գարձեմ, որ ալ վերջին ժամանակն էր բادرազմի եւ պետք է լրանալ բادرազմի։ Ոնց այսպես։ Որովհետեւ դուք կարծես գամատիկները կմտածեն, թե գարելի Պուտինը եւ Փաշինյանը նստեցան եւ ասան, օքեյ, բادرազմը այսպես գլրանա։ Եվ ուրիշ բաներ կան, որ դու կհասկանաս, որ մարդիկ պետք է չասեն։ Ինչպես կբադահին, ինչպես ժանավարներու մեջ գուարգեն։ Պարոն Լեո, ասում են, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանին $8 միլիարդ է տվել։ Ոչո բիշոնես։ Սերժ Սարգսյանին նույնը չասեցին։ Այո, բայց այնտեղ ձայնագրություն կա, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է։ Ես կարծեմ դալիգա 8 միլիոն, Արցախը 8 միլիոն է։ Միլիարդ։ 8 միլիարդ։ Իրոք 8 միլիարդ դա 8 բիշոնես։ Sí, 8.000 millones, sí. Չեմ գարձել եւ չեմ գնալ ադիգա ասել։ Բայց գնամ ասել եւ դու ալ գիտես, որ այդ Մամվել գեներալը գդաներ իր Այո։ Սո ինչպես է գնտանապանական բարդեզը մեր զինվորներու գրագուրը գուտա։ Ուրեմն ներգան։ Նիկոլին գնանք ասել, ես ալ մտածեցի, գործընթացիր բادرազմը վերջ պետք է տաս։ Եվ ինքը շատ գարդեմ թե շատ հելացի մարդ մնե եւ գիծավ մի դարի ուղեզը սպասել մինչև մարդիկները նորից ընդդեցին նորից գնդրես վարչապետին վերջ ալ չեն կրնար խոսիր ադոր մասին որովհետեւ մարդիկները ընդրեցին ուրեմն ալ չեն կրնար ադոր մասին խոսել եթե ընդրեցին ուրեմն այո ասեցին ասիգա լրացուր ինչ ճանավարը դու մտածե գարձեմ եւ ես եթե այսօր մասին ուզում ես խոսել գարձեմ թե շատ ճանավար չուներ ալիգի հետ բادر բանակը 100% իր ցերկու դագ չէր օլիգարխներու մեջ չեն սիրել իրեն ուրեմն քանի ճանավար ուներ Փաշինյանը Արցախի համար աշխատել գիտես ինչ երավ at 9 նոյեմբեր ինքը երբ ստորագրեց գարդեմ թե խելացի ժարվիգություն բայց ինչ ասա մենք ռուսերուն դակ գտողեն ուրեմն ինքը եւ Հայաստանը ասացավ ես այլ Արցախի մեջ իմ զինվորներս չեմ տանել ուրեմն ռուսերը մեզի վիդի պաշտպանեն գիտենք թե ռուսերը պոստերու մեջ գանցնեին ադրբեջանցիներու հետ եւ ուկե ինքը շատ իր համար
եւ նույնիսկ Հայաստանի համար գազեն, որովհետեւ ես կանսիջերը դեսա Արարատ Միրսոյանը գազե Արգենտինայի վեսա ոնց մենք մեր զավակները վիդի ուղարկենք բادرած ուրիշ երկրի համար, Արցախ ուրիշ երկիր է։ Նույնիսկ եւ Հայաստան ապրեցա, դեսած են ոնց լրագրողները իր պեչեչայինով WhatsApp-ով գսեին Արցախ մարտիկը եւ Պաշինյանին լսերին որ լսե նայր ինչ կսեն արցախցիները դու մեր պրեզիդենտը չես եւ իրոք իր պրեզիդենտը չեն ուրեմն 30 տարի մտածեցին թե Արցախը մերն է վադերազմը լրացավ ուրեմն Արցախը ի ռուսերուն դագը պետք է լար մեր չեր մենք ցերկով բան քեին գնարանել հասնելու շատ բան կա եւ ինչպես մտածենք ինտերպրետացիոն ինչպես ինտերպրետացիոն հասկանալը, հա։ հասկանալը ոչ մի անգամից կա շատ բզդիկ բաներ կա շատ բզդիկ բաներ բաղայցավ դու գնաս ասել որուն հետ էին բանակը Հայաստանի հետ կամ Ռուսաստանի հետ Իհարկե որուն հետ է Հայաստանի հետ կամ Պուտինի հետ Հիմա մենք հասկացանք, որ ավելի ճիշտ մենք ստացանք ձեզանից այն պատասխանը, հա, մի կողմի կարծիքի, այն կարծիքի, որ Արցախը դավաճանվել է, դուք պատասխանեցիք, որ այդպիսի բան չկա։ Այսինքն ձեր խոսքերից ես հասկացա, որ Ադրբեջանը եւ իր դաշնակիցները չափազանց ուժեղ էին մեր բանակից, սրան էլ գումարած, որ մեր բանակը վատ պատրաստված էր եւ մեզ 30 տարի խաբել էին հին իշխանություններից, եկավ, այսպես ես ամփոփում եմ։ Եվ մեր բանակը իզորու չէր պաշտպանել Արցախը եւ վերջացավ այնպես, ինչպես որ վերջացավ։ Հիմա անցնենք, եթե ես սխալ եմ հասկացել, ձեզի թե ճիշտ եմ հասկացել։ Ճիշտ եմ հասկացել։ Հիմա ասենք այն մի մարդկան կարծիքին, որի շարքի մեջ մտնում եմ ես, որ Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին։ Ինչ կասեք։ Հա, 100%։ Եթե մեզ չեր դավաճանել, բادرազմը չի պիտի պատահել։ Չի պիտի պատահել։ Նայ, գիտենք թե Ադրբեջան Թուրքիայի դակ է։ Եվ Կովկասը, Ժորժիան, Հայաստանը պետք է ասենք Ռուսաստանի դակն ենք։ Նույնիսկ բادرազմի եւ Ամերիկա սկսավ Հայաստանի հետ խոսել, հիմա հեսա աս Հայաստանը անգախ է։ Եվ մենք 30 տարի ենք որ Հայաստան անգախ է։ Մեզի երբեք դեսած չեն իբրև անգախ երկիր, որովհետեւ Ռուսաստանի դակն ենք։ Ուրեմն եթե Ռուսաստան չէր թողեր մեզի, ասիկա չի պիտի պատահեր։ Վերջի պետք է մտածենք, ինչ պատահեցավ Ուկրաինայից բادرազմը, հա, ինչպես Չինայցան Արցախը։ 30 տարի իր ցերկի դագը ունեցան մեզի։ Եվ զենքերը մեզի գզախեին եւ ադրբեջանցիները ունար գզախեին։ Ուրեմն գարզեմ թե Ռուսաստանի համար ասիկա լավ է, ինչպես Արցախը այդպես է լալը։ Մի քիչ կուդամ հայերու, մի քիչ կուդամ ադրբեջանցիները։ Եվ անգեղ ասեմ, բայց ցավով այս միտքը որ ունի Վարշավը, որ հեսա որ հիմա ավելի անգախ ենք, հասկանում եմ։ Չեմ ասել որ սկսիրեմ, բայց կհասկանամ, որ հիմա ռուսերը չունեն բամը ցրկուդակ, որ մեզի գլուխը ջարդեն։ Իրոք ավելի դարենք։ Գարելի վերջը գնանք մտածել, եթե լավ է Ռուսաստանի դագալալ կամ Եվրոպայի կամ Ամերիկայի, ադիգա ուրիշ է։ Բայց իրոք որ մեզի Արցախը մեր համար մեր մտածելակերպի համար ամենամեծ խնդիրն է։ Բայց ռուսերուն համար արևդուրի բան էր։ Մեր համար զգացմունքային, պատմական իրենց համար առևտուր, որի միջոցով պահում էր իր ազդեցությունը թե Հայաստանի նկատմամբ, թե Ադրբեջանի նկատմամբ։ Եվ հիմա դուք ասում եք, որ այս պահին Ռուսաստանը շատ լծակներ չունի Հայաստանի վրա ազդելու, ոնց հասկացած եք։ Իսկ ինչ կարծիք ունեք այն փոփոխություններին, ինչը որ ուզում է կատարի Նիկոլ Փաշինյանը հոգևոր դաշտում։
Նա ես չեմ կարծել։ Ես ինչպես ասացի, ամբողջը սպիտակ ուսեղ չէ, եւ ես աշխարհիցա Հայաստանի վրա փոխման ռազմավարությանը ի կորս դամում, որ սպյուրքահայերը գրնան աշխատել, եւ ես շատ ուրիշ լեվելներ գայի։ Հիմա ONGO կան, այո, ONG, ինչպես է Հայաստանում գսեն, Organización No Gubernamental, Ստավար դուրսից կուկան եւ գոկնեն Հայաստանի պրև գան։ Դուք խոսում եք հենց այն գործի մասին, որ դուք կատարել եք Հայաստանում 1 տարի։ Այո։ Տրանսֆորմացիոն Հայաստանի վրա ռազմավար։ Հայաստանի վրա փոփոխությունների ռազմավար։ Այո, օքեյ։ Ուրեմն շատ հանդիպումներ ունեցա։ Նույնիսկ մարտիկներ եւ օրգանիզացիաներ, որ Հայաստանին ավելի մոտ էին, Եվրոպային ավելի մոտ էին եւ Ամերիկա։ Ուրեմն այդ բանը Հայաստանին դեր կան։ Չեն գնալ ասել, որ Ռուսաստան ուժ ունի, որովհետեւ գազ, պետրոլ, բենզինը ամբողջ Ռուսաստանից կուկա 100%։ Նույնիսկ լույսը ուրիշ ատոմակայան այո, օքեյ։ Ուրեմն չեն գնալ ասել, որ գործընծուց իր ինֆլուենսիան Հայաստան չեն գնալ ասել։ Լույսը, պոեզը, ամեն ինչը ռուսի ձեռն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պարկ գույքի դիմաց նվիրել է ամեն ինչ Ռուսաստանին, կոպեկներով։ Բայց գիտենք ոնց է Հայաստանի պատմությունը։ Սա ուրիշ բան կարելի ցավալի բան մը դասեն։ Բայց կոռուպտ ասք ենք։ Այո, դա իրականություն է։ Վերջապես մեկը հայտնվեց, որ ճշմարտությունն ասեց։ Ներող որ ասեմ ասպես, բայց տեսա, պես դիգուց, մինչև մեզ բանը ասպես վարայցավ։ Ես երկիր մոգաբրիմ Արգենտինա, որ շատ կոռուպտ են։ Բայց այս պետրոլ գա, ճուր գա, ամբողջ բան ինչ ուզում ես կա։ Հայաստան փոքր է։ Ուրեմն չես կրնալ կողանալ Հայաստանում, չես կրնալ կողանալ Արցախում։ Ներող որ այդպես ասեմ, կարելի բադ է։ Ճշմարտությունն ասելու համար ներողություն պետք չի ասել, ճշմարտությունը պետք է միշտ ասել։ Բայց որովհետեւ ցավալի է, ասիրա տեսած եմ դարիներ հասկացա, թե մենք որ թուրքերը թուրք են, գիտենք, պատմության մեջ գիտենք, երկար ժամանակ գիտենք, բայց եթե մենք չենք հասկանալ, որ մենք պետք է փոխվենք, եթե մենք ուժեղ պետք է լանք, եթե մենք կոռուպտ պետք է չլանք, եթե դա չենք հասկանալ, Հայաստանի միշտ ուրիշ խնդրեմ բիդելա։ Եթե Արցախ Նախիջևան, եթե չէ Նախիջևան, հիմա բիդելա Գորիս, վերջը բիդելա Տրամպին ջանավարը, միշտ բանը բիդելա։ Եթե Հայաստան Ես այս ամեն ինչը կոչում եմ, որ մենք մեր պատմության մեջ չենք ունեցել պետականամետ քաղաքական գործիչներ։ Իրանք բոլորը մտածել են իրենց ստամոքսի մասին, որ շատ ինչքան հնարավոր է շատ ուտեն, իրենց տանեն։ Բայց դուք պատասխանեցիք իմ հարցին, բայց վերջի պահը ոնց որ հասկացա դուք ճիշտ չընկալեցիք, թե ես ինչ հարց էի տվել։ Հարցը գնում էր հոգևոր դաշտի մասին, այն փոփոխությունները։ Հասկանում եք հոգևոր դաշտը։ Հոգևոր, եկեղեցական։ Եկեղեց, այո։ Հա, ես շատ միտքեր ունեմ, ես պետք է ասեմ, որ ես մոմագալ էի, հա, մինչև 12 տարեկանից եկեղեցի գրտանգին կամ փոշ գիրագի օրերը ասված գտնեմ յանքիս մեջ, բայց գիտեմ, թե մարտիկներ ալգան եկեղեցիում, հա, եւ չեն կնալ մորանալ, որ չեմ գիր 3-4 տարի իվե Կարեկինին 2 անգամ մեդալներ դված է Պուտինը։ Եվ եղբորը, Եզրասին նույնպես։ Ուրեմն դու պատմությունը գիտես։ Մեր սպյուրքը այդ պատմությունը չի գիտե, եւ ես պետք է ասեմ, թե Պարոն Մումջան, մեր նպատակն է ծանոթացնել Սփյուռքին այս պատմությանը, որտեվ ես գիտեմ, դա քիչ է։ Okay. Մեր սպյուրքը եկեղեցի մեր սպյուրքի համար ամենագարզեն թե ամենահզոր
օրգանիզացիա պետք է ասենք, որովհետև առաջին երկուկային բզդիկ եկեղեցի ունենային վերջը դպրոցները եւ ասպես կսկսել մեր հայ կյանքը եւ ասիգա որ սպյուրքը գմդაზე ինչը եկեղեցին մեզ համար Հայաստանի մեջ նույնը չի նույնիսկ ուրիշ գազագերբություններում նույնը չէ Հայաստանում եւ սպյուրքը ուրեմն ես ավրազեմ Երևան եւ շատ բան լսած եմ դու լսած ես նույնիսկ բակեր ալունին եւ դու ալունես ով են զավակ չունեն զավակ գազավակ հա ես իրոք պետք ասեմ անգերզ ասեմ ես կասեմ որ այս Հայաստանի եկեղեցին շատ մոդիկ է Ռուսաստանից չեմ գնար ասել որ լավ է թե Փաշինյանը եւ Կարեկիվը բادرազմի մեջ են չեմ գարզել Բարչաբեդն պետք է գիտնա որ ինքը ինչ մտած է ամբողջը չի պիտի ընդունեն եւ այդպես պետք է լա ուրեմն պոլիտիկայի մեջ գնաստին եւ գխոսեն բայց պարոն Մուբջան միթե առաջի տեղում չպետք է լինի երկրի շահը պետական շահը ոչ թե հոգևոր շահը այլ պետական շահը որտեվ առանց պետականության ումն է պետք է այդ եկեղեցին եկեք լինենք անկեղծ եւ վերջապես ճիշտ ասենք եթե մենք պետականություն չունենք ել ումն է պետք հայոց եկեղեցին բայց հիմա ունենք պետականություն դրա համար եթե եկեղեցու քայլերը այսինքն ես չեմ ուզում այդ մարդուն համեմատել եկեղեցու հետ բայց որպես հոգևոր հայր գլխավոր հոգևոր հայր եթե իր քայլերը դեմ են մեր պետականությանը նա չպետք է ձերբակալվի հա առանց պատերազմի որտեվ դուք ասեցիք պատերազմ իմ կարծիքով եթե Նիկոլ Փաշինյանը չի ձերբակալում ուրեմն շոու թեատրո հա այո բայց սա ասկայդերը երբեք բադահած չեն Հայաստան հիմա մենք բատմուտյան մեջ ենք սա է մեր պրոբլեմը մենք չենք գնալ չեմ գեր Սամալյոտի մեջ լար եւ Հայաստանը այլ ոնց է չենք գնալ հիմա շատ բաներ կվադայի Հայաստանի ժամանակին ուրեմն եւ բատմուտյան քիրքերը բամը չեն ասել ասոր մասին որ գիտնանք ոնց է բայց չենք գնալ ասել որ հոգեվոր հայրը Ռուսաստանի մոտ չէ, որովհետև չեն կնար ասել, այդպես չէ, բայց նույնիսկ չի կնար ասել, որ Փաշինյանին 100% միտքերը լավ են Հայաստանում, որովհետև ադիգա այլ չէ, չենք գիտեր, եթե հիմա լավ է Թուրքիայից գողը լալ, որովհետև ներող պետք է մտածենք 100 տարի առաջ մեզի մահացուցին, որովհետև փոխեցինք Թուրքերը ռուսերու դագլալու համար Ադուր վճարեցինք 1 միլիոն ուղես մարդիկ վերջ եւ հիմա ինչ կնենք կոր նորից կփոխենք կոր ադը բադահում ժամանակին նորից կվրատարնանք կոր Թուրքիայի հետ ադե մեր խնդրեմը դեռնանք մտածել թե Թուրքիա ավելի լավ է քան Ռուսաստան չեմ գարզել ես համար ասեմ թե մենք ուժեղ պետք է տանք այո բայց ես մեկ հարց ունեմ քանի որ շատերն ասում են այդ ասողներն էլ Ռուսաստանից են իհարկե որ հասկանաք շատերն ասում են Եզրասը շատ լավ հոգևոր առաջնորդ է այնտեղ իմ մոտ հարց է առաջանում այսպեսի մի բան որտեվ Ռուսաստանը ասում է որ Ռուսաստանում կա 3 միլիոն հայ մենք Արգենտինայում ունենք 100-ից 150 հազար հայ քանի հատ հայկական դպրոց ունենք մենք Արգենտինայում Փեցատ եւ Կորդովա ուրիշ 7 հատ ընդհանուր 12 13 թե No 7 հատ ամբողջ 7 հատ 8 հատ ընդամենը 100-ից 150 հազար հայ քանի հատ հայկական դպրոց կա Ռուսաստանում չկա նույնիսկ չես գնար բարախում չկա որովհետեւ թողել Ռուսաստան, որ դու նացիոնալիստ դառնաս։ Այսինքն քեզի ռուսացնում է։ Հա, մոռացի քո մայրենի լեզուն, մոռացի ամեն ինչ, դու ռուս ես։
Հա, այդպես ինչպես ամերիկացիները։ Դու Իսկ գտնես ահա Ես ուզում եմ, որ ժողովուրդով Արգենտինայի, չգիտեմ դուրսը ոնց է, ես Արգենտինայի մասին խոսամ, այստեղ դպրոց եկեղեցի իրար հետ է։ Դպրոց եկեղեցի դուք կհաստատեք իմ խոսքերը, որ մեծամասնությամբ, չեմ ասում բոլորը, բայց մեծամասնությամբ այստեղ այդպես է։ Դպրոց եկեղեցի։ Այսինքն այն հոգևոր հայր Եզրաս կոչվածի մասին է խոսքը, որ Ռուսաստանում է։ Ինչու այսպիսի ստրատեգիա չի բռնել, որտեվ նա հայամետ չի։ Նա հայ հոգևոր հայր չի, նա ավելի շատ ռուսի հոգևոր հայր է, դրա համար էլ Պուտինը մեդալները կախում է ամեն անգամ։ Գազམ་ագերբություն չի գա, մենակ եղեցին գա Ռուսաստան։ Ահա։ Ուրիշ պոլիտիկ գազམ་ագերբություն չի գա, մշակութային չի գա, ուրիշ բաներ չի գա։ Նույնիսկ Հայաստանում ես կաշխատեի դրամը, որ Ռուսաստանից է գազել, եւ ուսել ինչպես հայերեն գովարես, ինչպես հայ կյանք ունիս, ինչպես հայ դպրոց ունիս, ոնց ապրեցար ասպես։ Անոնք չեն կնա մտածել թե ուրիշ երկրներում մեջ ազատ է, որովհետեւ Արգենտինայի մեջ ազատ են կրնակ նույնիսկ մեր եկեղեցին ունենալ, մեր լեզուն խոսիլ, մեր կյանքը ունենալ եւ պամը չի բադալի։ Ռուսաստանի չի բադալի։ Նույնիսկ հարգելի այն ժողովուրդ, ովքեր որ կնայեն Ռուսաստանից, նույնիսկ եթե ես դժգոհ եմ երկրի նախագահից Խավիեր Միլեի անունը, եթե ես դժգոհ եմ, ես կարող եմ լայվ անել եւ վատ խոսքերով դիմել երկրի նախագահին։ Իմ յետևից ոչ մեկ չի գալու։ Ինձի չեն ձերբակալելու։ Իհարկե, եթե ես չեմ սպառնում մարդու կյանքի անվտանգությանը եւ չեմ հայոյում, հա, վատ խոսքերով նկատի ունեմ վատ քննադատությամբ, սուր քննադատության։ Ես դա նկատի ունեմ։ Դնդրուջամ պետք է մտածենք թե սովետական ժամանակին ոնց էր մտածումները եւ ոնց ապրեցան ոչ միայն Հայաստանում եւ եթե ոչ ամբողջ Լուդագը եւ հիմա նորեն գբադահի ադիգա Ռուսաստանից հիմա ազատություն չի գա ինձի ասացին սա այս Ռուսաստանը 1939 Ռուսաստանն է ուրեմն շատ փոխվեցավ ես գիտեմ թե չի ուզում է գործընկերել Հայաստան բայց Հայաստանը հասկացավ որ այդպես չի ուզեր ապրել Գնամ գիտնալ թե Ռուսաստան մեզ մե 1000 անգամ ավելի հեզոր է բայց կնստեմ երկուսը նույն ենք ուրիշ ժամանակին այդպես չէ բայց Ռուսաստանը չի թողնում Եա օքեյ գիտենք եւ ինչ գռնալն բիդենե դու ասիգա կարելի գիտես կամ ոչ բայց ուրդեղից եկավ as հոգեգարանները ասիգա որ ինչպես religioso as մարդը որ եկեղեցական է հավատացյալը բայց մեր հրաբարագի մեջ ասկան բան եղածը $20,000 ամբողջ օրյալ մեջ բանն էր teatro l'escenario Բեմ $20,000 օրյալ մեջ ով գվճարե դու գիտես ես հասկացա դուք խոսում եք Բագրատ Սրբազանի մասին ով եկավ եւ $20,000 բեմ դրեց հրապարակի մեջտեղը այո ես գիտեմ իհարկե դրանք Ռոբերտ Քոչարյանի եւ այդ նույն ուժերի սա պարոն Մումջյանը չի ասում սա ես եմ ասում որ հանգարտ բան չանեք Ռոբերտ Քոչարյանի եւ այդ ռուսական ուժերի գումարի բանն է արդյունքն է Ես հոսեցա մեզ enterprise մարտիկներու որ Ռուսաստան էին հավաքեցին ամենուն ասին երբեք բանը չուզեցի ցեզի բայց հիմա ով պետք է տնեք աս Բագրատ Սրբազանին պետք է օգնել երբեք բանը չուզեցի ուրեմն ոչ միայն Ռուսաստանից ուկայ դե ոչ Պուտին հրամանայություն ուրեմն այդպես սա ասպես է սիրենք ասպես է Հայաստանցին Adică vor zânvele Հայաստան գիտե ոնց է պատմությունը այս փյուրքը չգիտեր եւ դեր գարզում է որ եկեղեցի ինտերես ինչպես է ինտերես չունի շատ չունի այդպես ուրեմն մենք գարզենք թե ասպես ասվազի վրա գմդազեն ուրեմն չեն կնարած բաները խոսիր ես լրագրող եմ ես կրնամ ասել իհարկե
Այսինքն իրանք ուզում են, ասես թակման եմ արագի մեջ, հա, իրանք ուզում են ներկայացնեն, որ եկեղեցին այս ամենի մեջ շահ չունի, բայց իրականում լավ էլ շահը ունի։ Ես այսպես թակման եմ, որ ժողովուրդը հասկանա, որովհետև պարոն Այո, Մուրջանը մեկ-մեկ այո, իսպաներեն բառեր օգտագործում, նորմալ է։ Հիմա որ պարոն Մուբջանի ժամանակը շատ չխլենք, մանավանդ արդեն իրականում մենք 1 ժամ է եթերի մեջ ենք, բայց այն 15 րոպեն, որ չկարողացանք ձայնագրել, problem չի։ ըհը։ Ես ուզում եմ, որ պարոն Մուբջանը մի քիչ բացատրի մեզ, որտեվ ես ճիշտն ասած մի քիչ անգամ ինձ համար դժվար եղավ ընկալել, այս ինչ աշխատանք էր, որը որ կոչվում է Estrategia de Transformación, որ հայերեն կլինի ռազմավար, հայերեն թարգմանած։ Հայաստանի ռազմավարությունն է։ Գա Բաչավերի գրասենյակի մեջ, հա, մենք 16 ինչպես թեմայի վրա աշխատեինք, հա, դենտեսությունը, էներգին, մեր համասարաներու վրա քանի մարդիկ պետք է ապրեին Հայաստանի եւ ոնց պիտի հասնեին, ասպես մի տարի աշխատեցա եւ ասպես ճանաչեցի ոնց է Հայաստան, ոնց կմտածեն հայաստանցիները, ոնց են ապրում, որովհետեւ իվատկի ինչ գիտա որ սպյուրքը չի ճանաչել Հայաստան եւ հայաստանցիները չեն ճանաչել ոնց է ապրում սպյուրքը։ Եթե մենք ադոր վրա չենք աշխատիր, երբեք չի պիտի հասկանանք, երբեք։ Մեր միտքերը նույնը չէ, ուրիշ բաներու վրա ենք, ուրիշ բաներ գսկանք, մինակ գիտենք թե այդ խողը մերն է, այդ Հայաստանը ամենուս է, աս 3 միլիոնին, որ ամբողջ օրերը դարձնան եւ ավելի հզոր գնեն Հայաստան, բայց մենք մերը գսկանք, անոնց համար մենք տուրիստ ենք եւ մի քիչ իրագարություն կա ադոր վրա, որովհետեւ կուկան, գրտան, կուդեն եւ գվրատանան, բայց ես պետք է ասեմ թե շատ այլ հայեր կա այսպուրքի, թե հիմա ապրում են Հայաստան, որովհետեւ միտքը մրցիլը Հայաստանի մեջ է եւ ուզենք, որ ամենալավը բադայի եւ իրոք ասենք այդ ժամանակը այսպուրքը չի հասկանալ ինչ է բադահում Հայաստան, ինչ պետք է Հայաստանում, որովհետեւ մեզի սորվեցուցին հայ ելալը մի դիրքի հետ եւ հասկացավ դու հայ գնաս լալ 1000 դիրքի հետ ոչ միայն, բայց ամբողջ սփյուռքը մի դիրքով հայապաշտպանությունը, ուրեմն հայապաշտպանությունը եթե սա աս մոդը չէ, ուրեմն ամբողջ դավաճանությունը, ես չեմ կարծել որ այդպես լա, պետք է գիտնան ոնց է Հայաստան, ոնց է հայաստանցիները ինչ պետքություն ունեն այդ ժամանակին, որովհետեւ մենք միշտ բաթմутյան մինակ սպյուրքի համար ամենահզոր դաշնամին Թուրքիա է, ոչ Ռուսաստան, բայց անոնք չապրեցան Ռուսաստանի դակ 70 տարի, հիմա նույնիսկ 30 տարի գիտենք, թե մենք մեր պրեզիդենտները Ռուսաստանի դակ էին, ուրեմն մենք գսենք ազատ չէինք, որովհետև այդ գսան ընտանիքները, որ Հայաստանի տնտեսությունը ունեն, Ռուսաստանի փողերն են։ Իհարկե։ Պարոն Մուբջան, մի պահ գանք Արգենտինա, սենց կարճ զրուցենք, ինչ պրոբլեմներ ունի, հա, հայկական դիասպորա ըստեղ, հա, եւ ինչով կարող է Հայաստանը օգտակար լինի, թե չի կարող ընդհանրապես օգտակար լինի։ Ես միշտ մտածեցի, թե պետք է մեր սպյուրքի համար Հայաստանը, բայց Հայաստանը չի հասկանա ինչ պետքություն ունի, չենք ասել, սկսենք մեր մեծ պրոբլեմը, որ հայերեն չենք խոսիր, նոր սերունդները հայերեն չեն խոսիր, իմ հայերենս որ բադ է, սովորեցա դունիս մեջ, ես մինչև 4 տարեանից իսպաներեն չէի հայերեն գխոսեի, մայրս մահացավ, մեզ մայրը մահացավ, ես
չի գարցա մարդու հետ հայերեն խոսել։ Ուրեմն սա կարելի առաջին խնդիրն է, հա, մեր դեպրոցներու մեջ սա է։ Ուրիշը ինչ պիտի սովորեցին, ինչ հայերեն պիտի սովորեցին։ Կարելի 15 տարի գտան մեր դեպրոցները, գտան Հայաստանի ոպամը չեն հասկանալ։ Ուրեմն սա բստիկ բաներու վրա բիքաշեն։ Ուրիշ բաներու չեմ գիտեր։ Երթալ կալը, այո, դեղոցը Դանիլ Հայաստանը, մենք մեր դեպրոցները գավարդեն ավակ դպրոցը եւ գտան Հայաստան, մի տարի աշխատեն, ռեստորան, փող հավաքեն եւ գտան դպրոցը եւ գտան Հայաստան։ Բայց կարծում թե հիմա բادرազմի պետք է ասեն Հայաստան եւ Սփյուռքը մի քիչ գոդրվեցավ Այո, ռելացիոն ինչպես ասեն հարաբերություններ։ գամուրջները Սփյուռքը Հայաստանում ուրիշ բան ուզում են եւ ես չեմ կարծել որ Սփյուռքը բանը կգնա ուզել Հայաստանում եթե դու բանը ուզում ես Հայաստանում գնա ապրե աշխատե եւ եթե չես սիրել փոխե ես միտքս ասպես է ես կհասկանամ որ սիրտով ամբողջ հայ են գմդազեն չեն ուզել իրոք գարզում են որ Հայաստան վիդիոլերանա վաղը ամբողջ օրը 5 տարի մինչև հիմա մտածում են թե Հայաստանն վիդիոլերանա եւ այդպես չի Հայաստան վիդիոլա կարելի չի վիդիոլա Հայաստանը որ գիտկերու մեջ է կամ իր միտքերու մեջ է ուրիշ Հայաստան է սա ուրիշ Հայաստան է բայց ես կրնամ ասել ես այդ Հայաստան ավրեցա բայց հիմա այս Հայաստանը ուրիշ է ուրեմն ես կացի հասկացա եւ ընդունեցի ուրիշ չկա եթե ես ուզում եմ փոխել պետք է կրտամ աշխատին եւ միասին գիտնանք ոնց ենք ես էլի այդ կորզերի օքեյ ինչպես է բայց Սփյուռքը ասես թե ռոմանտիկ մտածելակերպ ունի Պատասխանելով ձեր այն մտահոգությանը, որ սովորում են այստեղ տարիներով եւ վերջում գնում են Հայաստան եւ չեն հասկանում, դա այն խնդրեմը չէ, որ Հայաստանում ուրիշ հայերեն են խոսում, Սփյուռքում լրիվ ուրիշ հայերեն են սովորացնում, արևմտյան հայերենն են սովորացնում։ Սա պետք է փոխվի իմ կարծիքով, հենց Հայաստանից օրենքով պետք է պարտադրվի բոլոր հայկական դպրոցներում օգտագործեն պաշտոնական հայերեն լեզուն, որ այդ մարդը եթե վաղը մյուս օր լավ քաղաքական գործիչ դառնա Հայաստանին կարողանա օգուտ բերի եւ այդ գիրը համապատասխանի հայերեն այսօրվա գրելու հետ, խոսելու հետ, որ խնդրեմ հետագայում չառաջանա։ Հա, ես քեզի պես կմտածեմ, բայց դու մտածել թե կարելի գա 6 միլիոն հայեր որ ասպես են խոսում դենց էություն մասին ասիգա ուրեմն ավելի խորում միտք է ես եթե երկուսը ասեն սա ասպես պետք է լա Հայաստանի լեզվին պետք է սովորեցեն մեր դպրոցներու մեջ բայց չեն կնար մորանալ Իհարկե սա շատ պետք է խոսին ոնց Բայց դասատուներին կարելի է վերապատրաստել Հայաստանում, թեկուզ անվճար։ Հա։ Կրթության գիտության նախարարությունը։ Հայաստան փոքր երկիր է, բեզդիկ երկիր է, եւ իր մտածումները ուրիշ բաներու վրա է, ոչ Սփյուռքի վրա։ Սա պետք է ասենք։ Ունենք նախարարություն չէ, հայ կոմիսիոներ ունենք, բայց քանի երկիրներու վրա հայեր կան ասենք 6 միլիոն երկու Հայաստան գա դուրսը ասում են 11 միլիոն կասեն 11 միլիոն ես կարծեմ թե Հայաստան 3 միլիոն են եւ 9 միլիոն 10 ինչ ուզես կարելի կասես 11 են ուրեմն 7-8 միլիոն դուրսն են երկու Հայաստան դուրս ապրում են բայց մի հատ հարց կա որը որ սենց ճիշտ է, էլի, ասում են անգամ տարիքով մարդիկ ասում են, երբ որ մենք փոքր էինք, այսինքն 30-40 տարի առաջ այդքան, ասում էին, որ ողջ աշխարհում կա 10 միլիոն հայ։ Հիմա անցել է այդքան տարի, ոնց կարող է նորից 10 միլիոն հայ լինի, եթե չեն աճում, չեն մեծանում, չեն բազմանում։
Իսկ մենք մի քիչ հայերը շատ են խոսում։ Ադալ պետք է գիտնանք։ Մենք ալ պետք է ասենք, որովհետեւ եթե ես 100,000 հայ էինք, հիմա ավելի պետք է լանք։ Բայց սա սիգա ասիմիլյացիան գա, որ գամուսնանաս, ոչ հայիմը հետ, ուրեմն գործընծնես, գործովի հայությունը։ Նույնիսկ գա դրակներ, որ աս կանոնը յանով գլրանան, ու ասեն, հա, մեզ մայրս հայ է։ Այո։ Ուրեմն ադալ գա։ Սա մեր պրոբլեմն է, որ գարզեմ թե չեմ գիտի քանի սերունդ ավել հայ բիդելա մեր։ Սա է պրոբլեմը, Հայաստանը ալիգա պետք է հասկանա, որովհետև պետք է ասեմ, եւ ասիգա կարելի ցավալի է, բայց մենք մեր երկիրներու մեջ հայ եւ Հայաստանի անունը բերեցինք։ Եվ ասպես ասեն, եթե մեր սպյուրտները չգային Ամերիկայի մեջ, Ֆրանսիայի մեջ, Ասնավուրի հետ, գամ Լիբանան, Սյուրիա, Արգենտինա, Ուրուգվայը, այս երկիրներու մեջ Հայաստան չեր լսվել։ Ադիգա Հայաստանի մեջ պետք է գիտնանք, որովհետև չեմ գիտեր, ով գխոսի Կոնգոյի մասին, մարդ չի խոսի իր երկիրներու մասին, ուրեմն մեր սպյուրքը կարևոր է, as soft power, ինչպես կասեն, soft power, ador համար լավ է, ուրեմն պետք ունենք, մենք Հայաստանի եւ Հայաստան ալ պետք ունի, բայց պետք է գիտնա, թե կորզնգեր ալ պետք է լանք, պլաններ, ասպես երկար մտածենք, դիրենք է Հայաստան ուրիշ պրոբլեմներու դարի, եթե դու բادرազմ ունես, չի պիտի մտածես, ոնց կապրեն 10,000 կիլոմետր հետո, գիտեմ թե ասպես է, բայց կարելի ասկե եթե խաղաղություն ունենք, կարելի պետք է մտածենք, թե ուրիշ Հայաստան եւ ուրիշ սպյուրք կա։ Պարոն Մուրջան, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին եւ ամենավերջում վերջի հարցը եւ եզրափակենք մեր հաղորդումը, եթե հնարավորություն ունենայիք նայեք հայ երիտասարդների աչքերին, ովքեր որ միտք ունեն կամ ցանկություն ունեն հեռանալ Հայաստանից, ինչ կասեիք։ Ոչ, մերլը Հայաստան է, ուրիշ չի կա։ Պետք է չխորան, յանքը սիրտդ կասե, միսդ կասե, սա դու գնաս կալ, ապրիլ, ուդել, բայց վերջը գվրատանաս Հայաստան։ Ես գիտեմ թե դժվար է, մենք մի հատ կյանք ունենք եւ մարդիկները ուզում են լավ ապրել, դա հասկանում են։ Բայց այդ ուրախությունը, որ Հայաստան գուտա, այդպես որ ատկան լայն ես, ուրիշ տեղ չի կա, որտեղ դու զնվել ես, սա քու տեղը դե, ուրիշ չի կա։ Մեր հյուրն էր Լեոնարդո Մումջանը, Արգենտինա հայ լրագրող, միակ լրագրողը, ով եղավ եւ լուսաբանեց Արցախյան պատերազմը հենց տեղում։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, այսօր այսքանը, ստեսյուն, հաջողություն։